Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գալչյան։ Բարև ձեզ։ Պարոն Գալչյան, գիտեք, որ վերջերս Ադրբեջանի նախագահը իրենց գիտությունների ազգային ակադեմիայի հանդիպումների շրջանակներում հայտարարեց, որ եթե հետ գնանք ռուսական քարտեզներին, Սևանը այնտեղ ներկայացված է ոչ թե Սևան, այլ Գյոչա։ Տևական ժամանակ է նաև ներքաղաքական շրջանակները, ընդդիմադիր շրջանակները այս թեզը շրջանառում են, որ այստեղ էլի խոսքը Ալիևի նկրտումների մասին է, Ալիևը չի հրաժարվել իր այդ Հայաստանը գրավելու նկրտումների ցանկություններից եւ այսպես շարունակ։ Նախ եկեք հասկանանք ինչ քարտեզների մասին է խոսում Ալիևը, ինչ Գյոչայի մասին է խոսում Ալիևը եւ հետո հասկանանք իսկապես սա նկրտումների մասին է։ Տեսեք, այդ տարածաշրջանով շրջանը, որտեղ Հայաստանն է, այսօրվա ներկա Ադրբեջանն է, 1600 թվականներից եղել է պարսկական գերիշխանության ներքո։ Այս շրջանում բնակվել են բազմաթիվ պարսիկ ատրպատականի ժողովուրդ, պարսկական Ադրբեջան, ոչ թե ներկա Ադրբեջանի ժողովուրդ, որոնք թրքախոս էին։ 16-րդ դարում դարձել են թրքախոս այդ ժողովուրդները։ Այդտեղ ապրում էին հայեր եւ թրքախոսներ։ Հայերը եկել այդ լճին ասում էին Սևան, թրքախոսներն ասում էին Գյոքչա։ Եթե նայենք ցարական Ռուսաստանի 18-19-րդ դարի քարտեզներին, կտեսնեք, որ լճի անունը երկու լեզվով, երկու անունն էլ գրված է։ Ես մեկ օրինակ ձեզի 1793 թվականի ցարական քարտեզ է ռուսերենով, որ Հայաստան անվան տակը ստեղ կարմիր գծված է, իսկ այս կապույտը գծված է Շիրվան, որը Ադրբեջանի ժամանակի անվանումն էր, Շիրվան էր։ Այստեղ Սևանը լիճն է, երկու կանաչ գիծ է ընդգծված է, վերևը գրծված է Գյոքչա կամ ներքևում Սևան։ Ուրեմն երկու լեզվով կա, ժողովրդի մեմ ասեսեր ասում, մեկն էր ասում։ Ցարական Ռուսաստանի քարտեզների մեջ 99%-ի մեջը երկու անուններ գոյություն ունեն։ Հիմա սա իսկ թուրքական քարտեզների, ես ունեմ թուրքական քարտեզ Օսմանյան 1854 թվականի, որի վրա Սևանի անուն միայն Սևան է գրած։ Նույնիսկ Գյոքչան թուրքական քարտեզներում չի անդրադարձվել։ Բայց եկեք այս ամենը հավաքենք, մետեղ ներկայացնենք, մյուսն էլ 1904 թվականի ուրեմն, 1902 թվականի քարտեզ է, այստեղ էլ Սևանա լճի վրա երկու տես անուններ կա, թե կա Գյոքչա, թե կա Սևան անունը։ Բայց ինչն է պակասում այս քարտեզներից։ Այս բոլոր քարտեզները, ցարական քարտեզները եւ եվրոպական քարտեզները, իտալական, ֆրանսիական, գերմանական քարտեզներում ոչ մետեղ այս տարածաշրջանում Ադրբեջան անունը գոյություն չունի։ Պարոն Ալիևն ասում է ադրբեջանական անվանում են դրել, իսկ եթե Ադրբեջան չկա այս տարածքում ընդհանրապես, ինչպես կարող է ադրբեջանական անվանում դրվել դրանց վրա։ Իրենց երկիրը ծնվել է 1918 թվականին։ Դրանից առաջ քարտեզի մեջ տեսեք Շիրվան, հեսա, բոլորի վրա գրած է այստեղ Շիրվան։ Այսինքն վարչապետի այն հայտարարությունը, որ եթե հետ գնանք ժամանակագրական առումով իրապես այստեղ ոչ հատկապես ադրբեջանական կողմը չի շահելու, իսկապես այդպես է։ Չի, ադրբեջանական կողմի համար շատ վտանգավոր է, որտեղ քարտեզներ եթե հանեք մեջտեղ կտեսնենք ոչ մետեղ Ադրբեջան անունը չկա Արաքսից հյուսիս։ Ուրեմն նրանք չեն եղել Արաքսից հյուսիս, երբևէ որևէ երկիր այդ անունով։ Բայց եթե վերադառնանք մինչև 17-րդ դարի քարտեզները, եվրոպական քարտեզներում այդ լճի անվանումը Սևան է, իսկ եթե գնանք միջնադար, լատինացիները, լատինական ցեղերը, որ սկսելով իտալացիներից եւ հոլանդացիներից, այդ լճի անունը Լիքնիթիս են դրել։ Նրանց հին քարտեզների վրա Սևանա լճը կոչված է Լիքնիթիս, քանի որ լատիներեն այդ անունն էին տալիս դրան։ Ինչպես մենք այսօր Գերմանիա երկրին ասում ենք Գերմանիա, իրենց քարտեզների վրա գրած է Deutschland։ Իրենց դեպքում ուրիշ անուն է, բայց նույն երկրի մասին են խոսում։ Այստեղ էլ Լիքնիթիսը նույն Սևանն է, տեղն է ցույց տալիս, գրեն գրած է Լիքնիթիս։ Իսկ Գյոքչա անունը 17-րդ դարից հետո է սկսել, երբ որ
թրքախոսները շատացան այդ շրջանում, այդ իրենք էլ դրան Գյոքչա են անվանում։ Իսկ սա տարածքային պահանջ կամ սպառնալիք է, Ոչ մի տարածքային պահանջի խնդիր չկա, ոչ մի տեսակի։ Տեսեք, պարոն Ալիևը, նախագահ Ալիևը Վաշինգտոնում ստորագրեց մի պայման համաձայնագիր, որով դա պետք է վերադարձնի Հայաստանից իր գրաված տարածքները։ Ինքը Հայաստանից գրավել է 240 կիլոմետրի մոտ բարձրունքներ, ամբողջ Տավուշից սկսած մինչև Պարսկաստանի սահմանը, եւ գրավելուց հետո էլ հայտարարել է բազմիցս, որ այն տարածքները, որտեղ մեր զինվորն է կանգնած, դա Ադրբեջանին է։ Հիմա դրան հակառակ ստորագրությունը տվել է Թրամփի ներկայությամբ։ Հիմա իրեն ինչպես պիտի դժվար վիճակի մեջ է դրել իրեն։ Ասել են մենք Հայաստանի ամբողջականությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, ուրեմն այդ 240 քառակուսի կիլոմետր գրածված տարածքից պետք է դուրս գա։ Քանի որ 2020 թվականի սեպտեմբերի այդ համաձայնագրի ժամանակ որոշվեց, որ զորքերը վերադառնան խորհրդային սահմաններին եւ վերադարձան բոլորը։ Հետո 6 ամիս հետո մայիս 2021 թվականից հետո Ադրբեջանը սկսեց ներխուժել Հայաստանի տարածք եւ գրավել տարածքներ Հայաստանից բարձրունքներ հատկապես գրավելով։ Նա լավ գիտի, որ դրանք իրեն չեն պատկանում, բայց հայտարարել է, որ մեր տարածքն են դրանք։ Հիմա դրանից ինչպես պետք է ժողովրդի առաջ հրաժարվի։ Ուրիշ կեղծ պահանջներ ներկայացնելով, ասեք Գյոքչա անունը թուրքական է, ուրեմն դա թուրքական լիճ է։ Դա ինչ նշանակություն ունի, անունը ինչ է դրված։ Դա Հայաստանի մեջտեղում է գտնվում այդ լիճը։ Պարոն Գալչյան, բայց մեր ռազմավարական դաշնակիցն էլ էր մոտավորապես նույն բովանդակության հայտարարություն արել, որ դե հստակ չի ձեր սահմանները, մենք ինչ իմանանք, դա Ադրբեջանի տարածքն է, թե ձեր տարածքն է։ Դե ամենամեծ կեղծիքը այդ մեր դաշնակիցին է, որ ինքն է սահմանները գծել 1967-ական թվականներին։ Մոսկվայի գեներալ շտաբն է գծել այդ քարտեզները։ Հետո երբ որ անկախացան Ալմատիում տարբեր հանրապետությունները, այդ սահմանների անվանումներով հիշվեց, որ այդ սահմանների հիման վրա ենք, դա ուրեմն սահմանները, որ ներքին սահմաններ էին, այսպես ասած ադմինիստրատիվ սահմաններ են, դառնում են միջազգային սահմաններ։ Այդ միջազգային դարձած սահմանը իրենք գիտեն որտեղ են, իրենք գտե որտեղ երկկողմանի, իրենք պատրաստել են հայկական հանրապետություն, սովետական Հայաստանի եւ սովետական Ադրբեջանի երկկողմ վավերացվել են դրանք։ Եթե նրանք ասում են մենք չգիտենք որտեղ են, ուրեմն բոլոր մյուս 12 հանրապետություններից իրար մեջ եղած սահմաններն է գոյություն ունեն, քանի որ սահմանազատում շատ քիչ տեղ է կատարվել վերջերս։ Բոլորը հետ են գնացել խորհրդային միության վարչական սահմանների վրա։ Ըստ դրան, որ դրա մասին խոսում է մեր հռչակագիրը Ալմատիում, որ վարչական սահմանները դառնալու են միջազգային սահմաններ։ Սահմանազատման գործընթացը ըստ ինչու է որոշակիորեն վերջի շրջանում հապաղում կամ пассивացել եւ որտեղից ակնկալել սահմանազատման շարունակությունը հաշվի առնելով նաեւ թրիփը, պարոն Գալչյան, դուք խոսեցիք Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթղթի մասին։ Տեսեք, այդ փաստաթուղթը ենթադրում է նաեւ երկաթուղի եւ նաեւ պիտի համատեղ սահման լինի, որը սահմանագծված պիտի լինի եւ դելիմիտացիա եւ դեմարկացիա արված պիտի լինի։ Հիմա որտեղից ակնկալել, կարող ենք ակնկալել։ Ճիշտ ասած, ես մի քարտեզ ցույց կտամ, որ դրա վրա ավելի ճիշտ սահմանազատումը մասին կխոսենք։ Տեսեք, երբ որ մենք սկսեցինք սահմանազատումը, սկսեցինք Տավուշից։ Քանի որ այդ շրջանում խնդիրներ կային, մենք որոշ տարածքներ էինք գրավել Ադրբեջանից, Ադրբեջանը որոշներ տարածքներ մեզանից, մենք որոշ չափով դրանց մասեր վերադարձրեցինք, այդ 12.7 կիլոմետր, 12.7 կիլոմետր սահմանազատումը եւ փշալարերը գծված եղավ, այսօր այնտեղ սահմանապահներն են քայլեն, ոչ թե զորքի զինվորականները, եւ պիտի շարունակվեր, բայց այդտեղ մի խոչընդոտ կար։ Խորհրդային միությունը Հայաստանի հիմնական ուղիների Իջևանից նոյեմբերյան գնացող, երբ որ ոսկեպարին եմ ունեցնում, 4 անգամ մտնում է Ադրբեջանի տարածք վերադառնում Հայաստան։ Այդ տարածքները մենք 91-92 թվականներին մեր հսկողության տակ ենք վերցրել, որպեսզի ճանապարհը բանուկ լինի, կարող է լի գործածել։
Ադրբեջանն է դրան փոխարեն մի քիչ Բերքաբերի մոտ այդ երանկյունի շրջանն է վերցրել, որ կրկնակի ավելի մեծ է քան մեր վերցրածը։ Եվ երբ որ մեկ մասը վերադարձրեցին այդ ճանապարհը սահմանագծվեց, նրանք մեկ փոքր տարածք էլ մեզ տվեցին իրենց գրավածից։ Բայց հիմնականը մնացել է։ Եթե այսօր մենք գնանք ադրբեջանական սահմանների վրա, լինելու է որ Իջևանից նոյեմբերյան գնացող ճանապարհը փակվելու է։ Չի կարող գնալ։ Հետևաբար այդտեղ ըստ նախնական պայմանների այդ սահմանագծման համաձայնության խնդիր եղած տեղերը պետք է բանակցություններով լուծվի։ Այսինքն այն տարածքը, որ մեր ճանապարհների մոտն է, մի քանի քառակուսի կիլոմետր, 5-6 քառակուսի կիլոմետր, փոխանցի մեզ Ադրբեջանը, ճանապարհը մեր Հայաստանի տարածքով անցնի, դրան համահավասար հող մենք իրենց հատկացնենք մի ուրիշ տեղ, մոտիկայքում, Բերքաբերի մոտերում նրանց հող տանք փոխարենը, նույն տարածքով։ Սա հողերի փոխանակում կլինի եւ ճանապարհը այսպեսով կազատվի, կլինի օգտագործվելի։ Դա այն ժամանակ է, երբ որ Ալիևը ցանկանում է խնդիր լուծել մեր միջև, որ ասել է բազմաթիվ անգամ էլ մեր քաղաքային քաղաքացիները, երբ որ գնացել են Հայաստան, այդ ներկայացուցիչ նրանց էլ վստահեցրել էին, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում։ Եթե խաղաղություն է ուզում, եկեք այս փոխանակումը շուտ անենք, վերջացնենք։ Իսկ պետք է հավատալ Հաջիևի այդ հայտարարություններին, որ Հաջիևը Ալիևի վստահելի մարդն է, իր խորհրդականն է։ Եթե Հաջիևին չենք ուզում հավատալ, այլևս ում պիտի հավատանք։ Այսինքն Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, ինչպես Հաջիևն է ասել։ Իրենք ասել են հայտարարել, որ պահանջներ չունեն։ Եվ եթե պահանջներ չունեն, ուրեմն այդ խնդիրը լուծված է լինելու, կարող են լուծել։ Բայց եթե պահանջներ չունեն, հենց այդ 240 քառակուսի կիլոմետրը իրենք գիտեն որտեղ էին, ինչքան են առաջ եկել։ Ինքնու հետ չեն գնում իրենց տարածքը։ Առաջի հերթին դա կարող են անել, շատ հանգիստ կարող են անել։ Իսկ ինչին են սպասում, պարոն Գալչյան, միգուցե խաղաղության պայմանը։ Աստիճանաբար որտեղից սկսել ենք, ընդեղից շարունակենք, բայց ճիշտ է, Տավուշը ճիշտ տեղ էր սկսելու համար, բայց այսօր եթե թրիփը կա, այդ խաղաղության խաչմերուկը կա, խնդիրը մի քիչ փոխվում է։ Տեսեք։ Առաջնայինն է դառնում, առաջնահերթություն Սյունիքի հատվածը։ Հայաստանն է, այս Մեղրին է ստեղ սահմանի ճանապարհն է, սա երկաթգիծն է, որ անցնում է ստեղով։ Եթե մենք պիտի այս ճանապարհը բացենք, քանի որ այսքանը այս ճանապարհի անցնում է Հայաստանի տարածքով, մեր ինքնիշխան տարածքով, ապա այս կետը, որ Ադրբեջանին հասնի, այստեղ որ Նախիջևանն է, երկու տեղն էլ անցակետ եւ մաքսակետ պիտի ունենանք, որտեղ մեկ երկրից մյուսին իրենք էլ պիտի ունենան։ Իմ հավանական առաջարկը սան է, որ մենք կանք առաջ այս մեկ կտոր մասը, 5-10 կիլոմետր ստեղ, 5-10 կիլոմետր ստեղ սահմանազատումը շտապ կատարենք, հարաբերակները վերջացնենք, որտեղ թե Ադրբեջանը, թե Հայաստանը իմանան իրենց անցակետերը եւ մաքսակետերը որտեղ կառուցեն։ Շինարարություն պիտի արվի, շենքեր պիտի կառուցվեն, ճանապարհը որտեղից ինչպես անցնում է երկրից մյուս երկիր։ Թե այստեղ պիտի այդ գործարվի ցեղը։ Նրա համար ես կարծում եմ, որ ճիշտ կլինի սահմանազատման այդ հանձնախումբը առայժմ շարժվի այս մասը մեկը տորը գոնե անի, հետո նոր վերադառնա Սյունիքը շարունակելու։ Տեսեք, նաև վարչապետը այդ մասին խոսեց, որ 2026 թվականի երկրորդ կեսին արդեն սկսվելու են թրիփի շինարարական աշխատանքները։ Բաքվից էլ նաև հայտարարություններ ենք լսում, որ երկաթուղու իրենց մասի աշխատանքը իրենք կվերջացնեն մոտավորապես նույն ժամկետում 2026 թվականի երկրորդ կեսին արդեն ավարտած կլինեն։ Հիմա ինչպես հասկանալ, այսինքն կարող եք ենթադրել, որ սահմանազատման սահմանագծման հանձնաժողովները մինչ այդ պիտի հասցնեն նաև այս աշխատանքը իրականացնել։ Նրանց ավելի շուտ իրականացվի այդ սահմանագծումը, քանի որ այսօր եթե սկսեց, հետո նոր պիտի շինարարական նախապատրաստական աշխատանքներ լինի անցակետների եւ մաքսակետների համար, շենքեր պիտի կառուցվեն, միջոցներ պիտի տեղադրվեն տեղումը, սարքավորումներ եւ այլն եւ այլն։ Դրա համար ես շտաբն այս է, որ այս մեկը տորը լինի։ Հետո դրանից հետո գնանք նորից Տավուշից սկսենք, հյուսիսից աստիճանաբար գանք հասնենք ներքև։
Պարոն Գալչյան, քիչ չէին նաև խոսակցությունները, որ որքան էլ թրիփը ստորագրվեց եւ կամ օգոստոսի 8-յան այդ համաձայնությունները, համաձայնագրերը համատեղ, այն գետնի վրա իրականություն չի դառնալու, գիտեք, ընդդիմությունը մինչև հիմա այդ թեզից չի հրաժարվում, խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը։ Հիմա դուք տեսնում եք այդ հնարավորությունները, որ ամեն դեպքում թրիփը կյանքի կկոչվի եւ նաև այս ժամկետները ինչով են պայմանավորված։ Իրապես խնդիրն այն է, որ աշխատանքները կարող են սկսվել միայն այդ փուլում 2026 թվականի երկրորդ կեսը նկատի ունեմ, թե պարզապես նաև փորձում են որոշակիորեն Ադրբեջանում ժամանակ շահել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հասկանալու համար եւ նաև աշխարհակաղակական գիտեք ինչ զարգացումներ է աշխարհում տեղի ունենում, որպեսզի հասկանան թե ինչպես դիրքավորվեն խաղաղության տեսակետից, թե պատերազմի տեսակետից։ Գիտեք ինչ է, ինչքան էլ մենք խաղաղություն ուզենանք ունենալ, մենք մեր ռազմական իրավիճակը պետք է բարելավենք մշտապես։ Դա միշտ էլ պետք է, խաղաղության ժամանակ էլ պետք է, պատերազմի ժամանակ էլ ավելի պետք է։ Բայց դա երկրորդական ֆոնի վրա չի կարող անցնել մեր ռազմավարությունը, ռազմական մեր համակարգը լավացնելը, արդիականացնելը։ Դա իր տեղը։ Երկրորդը, մենք, եթե ուզում ենք հարաբերություն ունենանք մեր հարևանների հետ, որ այնտեղ ապրում են նրանք, մենք էլ այստեղ ենք ապրում, թե մյուս կողմից Թուրքիայում ժողովուրդը, մյուս Ադրբեջանի ժողովուրդը։ Մենք չենք կարող ամբողջ ժամանակը թշնամության եւ վերաբերել իրար հետ։ Մենք հարևան ենք, դուք եթե տան ձեր հարևը կողքի հարևանի հետ, բնակիչի հետ թշնամություն ունեք, դժվարություն ունեք, առավոտը դուրս գալու բարև Աստծո բարին ասում եք իրարու։ Մենք նախապես պետք է սկսենք այդ բարի Աստծո բարով սկսենք, տեսնենք որտեղ կհասնենք, արդյոք քաղաքակիրթ ձևով կարող ենք հարաբերություն ստեղծել, չեմ ասում բարեկամանանք, որտեղ այդ բարեկամանալը սերունդների խնդիր է պետք, մինչև մոռացվի այս ատել իրար հանդեպ ատելությունը։ Բայց դրա համար հասնելու համար սա պետք է որ այս ճանապարհը բացվի։ Այս ճանապարհը բացվելու համար պետք է որ նախապես շուտ ստեղ սահմանազատումը, սահմանագծումը երկու կետում կատարվի, որ շինարարությունները ճանապարհ սարքելի իզուր չլինի, թե չէ ճանապարհը կսարքեն չի աշխատի, մինչև որ մաքսակետը եւ անցակետը չլինեն։ Իսկ երկխոսությունը Ադրբեջանի հետ կարևոր է, պարոն Գալչյան, որովհետև քաղաքասարակության ներկայացուցիչները գիտեք Բաքվում էին, մինչ այդ Բաքվից էին եկել քաղաքասարակության ներկայացուցիչներ, ու սա շատ աղմկահարույց ընկալվեց։ Հայաստանյան շրջանակները նրանց անվանեցին գործակալներ, դավաճաններ, թրքասերներ, ամեն կերպ, որ չարժի այս տաղավարից այդ։ Ես կասեմ, որ այն մարդիկ, որ հակառակ են, որ պետք է մենք մեր հարևանների հետ բանակցություններ վարենք, կապեր ստեղծենք, նրանք են մեր թշնամին, որտեղ ուզում են Հայաստանը ոչնչացնել։ Այսինքն ընդդիմությունը մեր թշնամին։ Ընդդիմությունը այսօր նրանց հայտարարությունները հենց այս Գոկչայի անվանը մեծացնելը, բազմաթիվ ժողովրդի բերանը գցելը, այդ ինչ նշանակ, ինչ նպատակ ունի, որ դժգոհություն առաջացնեն հանդեպ իշխանությունները, ներկա իշխանությունները։ Եթե իրանք իշխանության կան, ինչ պիտի անեն։ Պիտի դա ընդունեն, թե չընդունեն։ Արժանապատիվ խաղաղություն պիտի։ Արժանապատիվը ո՞րն է։ Բացատրությունը, այդ բառի բացատրությունը ինչ է նշանակում։ Արժանապատիվ ինչ է։ Գերիների հարց պիտի բարձրաձայնեն, արցախցիների հարցը։ Բոլոր տեղերը ամեն տեղ բարձրացվում են։ Հիմա տեղ կհասնենք, երբ կհասնենք տեղ, չգիտեմ, բայց բարձրացվում են ամեն տեղը։ Արժանապատիվ, եթե ուզում եք ուժով անեք այդ գործը, արդեն պատերազմ կլինի, աշխարհախաղաղություն չի լինի դա։ Այսօրվա տեսեք, այսօր Ուկրաինան, Ռուսաստանը պատերազմի մեջ են, ժամանակին Ռուսաստան ուներ հսկայական թվով դաշնակիցներ։ Այսօր Ռուսաստանին մնացել մեկ հատ դաշնակից, դա Հյուսիսային Կորեան է։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմը որևէ կերպով եւ կամ այդ պատերազմի հնարավոր հանգուցալուծումը այս փուլում գիտեք նաեւ այդ իմաստով են բանակցություններ տարվում որևէ կերպ կարող է անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա այ կարծիքներ կան պարոն Գալչյան որ եթե այս պահին գոնե հակամարտությունը որոշակիորեն զինադադարի հասնեն կամ սառեցվի հակամարտությունը Ռուսաստանը ամբողջ ներուժով վերադառնալու է հարավային Կովկաս եւ այսպես ասած կենտրոնանալու է հենց Հայաստանի եւ ինչու ոչ նաեւ Ադրբեջանի ուղղությամբ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ամբողջ ուժերով, այլ Ռուսաստանին այլևս ուժ չի մնացել շատ։ Ռուսաստանը նախին Ռուսաստանը չի 5 տարի առաջվա, որ ամբողջ ժողովուրդը գիտեր, որ մտածում էր, որ ժողովուրդն է Ռուսաստանն է 5 օրում Ուկրաինան կտապալեն, կգրավեն ամբողջովին։ Տեսանք Ռուսաստանին այսպես կեղծ ձևացնում էր, որ ուժեղ է,
ձևացնում էր, որ ինչքան պատրաստված է ամեն ինչի համար, մինչդեռ պատրաստված չէր։ Եվ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կարողանա իր խնդիրները այնքան լուծել, վերջացնել, որ ուզենա գա այս Կովկասի, հարավային Կովկասում նորից մի խնդիրներ առաջացնել իր համար։ Դժվար եմ տեսնում դա խնդիրը։ Հնարավոր է լինի, ամեն ինչ հնարավոր է լինի։ Մենք ես այն ժամանակ Պարսկաստանի ապնեմ, չէի մտածում, որ թագավորը օրից մի օր պետք է ընկնի մեկ շաբաթվա մեջ։ Նույնն էլ դուք այստեղում կարծեք որ կմտածեր 80-ական թվականներին, որ Խորհրդային Միությունը տապալվելու է։ Անսպասելին կատարվում է։ Մեր անսպասելի հարևանների հետ եղած վատ հարաբերությունները կարող են բարելավել, եթե մենք աշխատենք, երկու կողմ երկուստեղ աշխատենք եւ ճիշտ ճանապարհը գնանք եւ ոչ թե փոխանակ մեր երկիրը վատաբանենք ուրիշների առջեւ, այլ մեր երկիրը աշխատենք պաշտպանել, պահպանել, ուժեղացնել, որպեսզի կարողանա հարևանների հետ ավելի հանգիստ ձևով խոսել։ Պարոն Գալչյան, իսկ Ադրբեջանի տարածքով այդ ղազախական, ինչու ոչ, նաև ռուսական ցորենը, որը հասավ Հայաստան, դա կարևոր իրադարձություն էր, որովհետև գիտեք, այստեղ ավելի շատ քննարկվեց, թե ցորենի կարգը 4-րդ էր, 3-րդ էր, 2-րդ կարգի էր, բայց կարևորը այն էր, որ դա հասել էր Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Իրողությունը կարևոր էր։ Իրողությունը այնտեղ էր, որ եթե 4-րդ կարգի ցորեններ կամ առաջի կարգին կորել, այդ ցորենը պատվիրած ցորենն է հասնելու։ Նրանք իրենք գիտեին ինչ են պատվիրել, ինչ են ստանալու։ Ամենակարևորն էր, որ այդ ճանապարհը, որ մինչև այսօր փակ էր, 1991 թվականից մինչև այսօր ճանապարհը փակ էր, գնացքի վագոնները ցորենով լի Ադրբեջանի տարածքով եկան Վրաստանի վրայով հասան Հայաստան։ Այսինքն շատ կարևոր խնդիր է, քանի որ ես հիշում եմ երկրաշարժից հետո երբ որ շինարարություն էր գրում Հայաստանում, Ռուսաստանից եկած ցեմենտի վագոնները ջուր էին լցրել Ադրբեջանում ամբողջ վագոնների մեջ, որպեսզի ցեմենտի գործածելի չլինի այլևս Հայաստանում։ Այդ գործը կատարվել էր այն ժամանակ։ Հիմա հանգիստ ձևով դրանք եկել են հասել են մեզ։ Այսինքն մեկ փոքր քայլ առաջ ենք գնացել մեր հարաբերությունների մեջ։ Կարելի է ասել այդ խաղաղության օրակարգը, որը ընդդիմությունը էլի ասում է կեղծ է, կեղծ չէ։ Կեղծ չէ, իրականություն է դա։ Դա մի բան է, որ բացվել է ճանապարհը եւ Ալիևը ինքը հայտարարեց, որ մենք բացում ենք այդ ճանապարհը։ Մենք չէինք դիմել իրեն եւ դրանով իր Վաշինգտոնի ստորագրած այդ պայմանագրի համաձայնագրի կետերի ցամաքից համաձայն ըստ դրանց մի գործ է կատարել։ Բայց դե ուրիշ տեղեր հակառակն էլ անում են, դա էլ իր ներքին խոհանոցի համար է։ Նա ուզում է իր ներքին ժողովրդին համոզի, որ ես Գյոքչան էլ այսպես ասում եմ, որ քանի որ մենք կարող է պահանջներ ունենք Հայաստանից այդ արդիվ, բայց դա ներքին խոհանոցի համար է։ Այսօր քարտեզ են տպում, այս նույն քարտեզը որ ստեղ տեսնում եք, նրանք տպել են աներկրի քարտեզի անունը դրել են Զանգեզուրի միջանցք։ Իսկ ինչու է դա արվում։ Եթե խաղաղության մասին ժողովրդին ասի, տեսեք, ես չնայած որ ստորագրել եմ այդ համաձայնագիրը, որ Հայաստանի հետ ճանապարհը բացելու ենք գրում, բայց դա մեր ճանապարհն է լինելու։ Զանգեզուրի միջանցք է լինելու։ Հիմա մի կողմից Հաջիևն ասում է մենք տարածքային պահանջներ չունենք, մենք այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակը օգտագործելու ենք խաղաղության հասնելու համար, մյուս կողմից, ինչպես դուք ճիշտ նշեցիք, մարդիկ խոսում են Զանգեզուրի միջանցքի մասին։ Դա ես կարծում եմ, որ Ալիևին այդ դժվար իրավիճակից հանելու ճանապարհներից մեկն է։ Երբ որ ասենք, որ դուք խոստացել ես Հայաստանի հետ խաղաղություն այլևս եւ ուրիշ տարածքային ամբողջականություն, բայց մենք տեսես Զանգեզուրի միջանցքը կվերցնենք մերը կլինի։ Դա ներքին խոհանոցի համար։ Նրանք լավ գիտեն, որ իրենք ստորագրել են, որտեղ ճանապարհն անցնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Պարոն Գալչյան, նաև քաղաքասարակության ներկայացուցիչները, որոնք վերադարձել էին Բաքվից, այսպես ներկայացնում էին, թե ինչ օրակարգերի շուրջ է բանակցություններ եղել, այ պատվիրակներից մեկը ասաց, որ կնճռոտ հարցերը որոշել են թողնել վերջի համար, այսպես թողնեն վերջում կհասնեն այդ կնճռոտ հարցերին։ Կնճռոտ հարցերից մեկը, գիտեք, անկլավների թեման է։ Ընդհանուր առմամբ ինձ հետաքրքիր է, թե այդ առումով ձեր պատկերացրած լավագույն լուծումը ըստ ձեզ որն է։ Գիտեք ինչ է, ոչ ոք չէր կարող պատասխանել խորհրդային օրերին, երբ որ այդ անկլավները ստեղծվեցին 1936 եւ 39 թվականներին։ Մինչև այդ անկլավ գոյություն չուներ, ոչ հայկական, ոչ ադրբեջանական։ Կարող ենք ենթադրել, որ դա էլ է միտումնա, որ ստեղծվել դա խորհրդային միության կենտրոնական իշխանության
նպատակներն էր, որ երկու հանրապետությունների միջև խնդիրներ առաջացնի, նույն արերին Ղրղըզստան, Ուզբեկստան եւ այլն, մենք 45 քառակուսի կիլոմետր անկավ ունենք, նրանք 400 քառակուսի կիլոմետր ունեն։ Եվ պատերազմներ եղավ այնտեղ էլ։ Դրա համար են արել, որ եւ խնդիրներ առաջանան Մոսկվային հրավիրեն գա որ խնդիրը լուծի, Մոսկվան իր շահին ամեն խնդիրները լուծի, ոչ թե դիմացիների շահին։ Բայց դրա համար միտումնավոր է արված, քանի որ անկլավներից երկուսը նստած են մեր մայրուղիների վրա։ Փոքր ադրբեջանական 100 հոգի մետեղ է ապրել, 40 հոգի մետեղ է ապրել։ Այդ ինչ անկլավ կոչեցյալ է։ Հետո խնդիր չէր առաջանում խորհրդային օրերին, քանի որ բոլորը ունեին խորհրդային քաղաքական քաղաքացիություն, հանգիստ անկնում էին անկլավում ասկեպարա անկլավում ապրող թուրքը, գալիս էր իր գյուղատնտեսական անկամ բերում էր ոսկեպարում վաճառում, ընդեղից խանութներն գնումներն առնում ու նվատում։ Եթե այսօր այդ երկու երկրները մենք դարձել ենք առանձին պետություններ եւ այդ տարածքը Ադրբեջանինն է, ոսկեպարը Հայաստանինն է, էսկիպարան Ադրբեջանինն է, մենք դրանց մեջ կարող ենք փոշալար պիտի քաշվի դրանց շուրջ, որ մեր երկիրը չի։ Ոնց պիտի տեղ ապրողը դուրս գա ուրիշ տեղ Հայաստանի տարածքով անցնի գնա Ադրբեջան, իրավունք չունի, որտեղ Ադրբեջանի անձնագիր ունեցողը այսօր Հայաստան մուտք ունելու իրավունք չունի, ինչպես որ հայկական паспорт ունեցողը իրավունք չունի Ադրբեջան մտնելու։ Հիմա ինչպես մեր լավագույն շահը ինչ է թելադրում։ Ինչքան որ Ադրբեջանը ուզենա այդ անկլավները այդ խնդիրը մեծացնի եւ ասի որ մենք վերադարձրեք մեզ, մենք էլ վերադարձնենք իրենց, ինքն ավելի մեծ խնդրի մեջ կընկնի, քանի որ Արցախը իր համար շատ կարևոր կենտրոն է դարձել առևտրական։ Ամբողջ իր գյուղացիությունը այդ շրջանի իրենց արտադրությունը բերում են դնում են բերում են միջև հասցնում են Արցախից է գնում դեպի ուրիշ քաղաքներ։ Դա կվերանա եւ իրենց ճանապարհները գյուղամեջի ճանապարհները գոյություն չունեն։ Արցախյանով են անցնում, դա էլ կփակվի։ Իրանք էլ բնավ տեսնում են, գիտեն դա էլ գիտեն եւ դրա համար է որ ինձ թվում է ամենաճիշտ լուծումը այն է լինելու որ մեզ երկրի տարածքում է մեզ մնա, այն որ իրենց երկրի տարածքում է իրենց մնա։ Դա իրենց շահին է։ Այդպեսով համարյա հավասար տարածք ունեն անկլավները։ Արցախը ունի մոտ 44 քառակուսի կիլոմետր, Ադրբեջանի 3 անկլավները միասին ունեն 45-46 քառակուսի կիլոմետր տարածք։ Այնպես որ ոչ մի բան չենք կորցնելու մենք։ Պարոն Գալչյան, քանի որ հանրային քաղաքական տիրույթում ավելի շատ քննարկվում է փոխանակման թեման, փոխանակման շուրջ բանակցությունները։ Հենց այդ իմաստացս է փոխանակումը։ Փոխանակմամբ նաև այդ ռումբերը, որոնց մասին խոսում եք եւ ասում եք, որ խորհրդային ժամանակներից է տեղադրվել, այդ ռումբերը վերանում են, թե այդ ռումբերը վերանում են, ամբողջովին վերանում են։ Եթե ադրբեջանական անկլավը, որ Հայաստանի տարածքում է, Հայաստանին պատկանի, որ այսօր մեր հսկող վերահսկողության տակն է։ Նույնպես Արցախը նրանց հսկողության տակ է։ Եթե դրանք տրվի իրենց, այս մեկը տրվի, սրանք 3-ը տրվեն Հայաստանին, այդ մեկն էլ Արցախն է տրվի Ադրբեջանին, խնդիրը։ Բայց կարծես թե միտումը հակառակն է, իրենք ասում են, որ մերը պիտի վերադարձնենք մեզ Արցախը։ Դա մեր խոսքերը ասվել է, ոչ չի շարունակվի այդ խոսակցությունը։ Ես կարծում եմ, որ մեր ճիշտ մոտեցումը ելնում մենք դրա մասին շատ չենք խոսի, բայց քանի որ մենք ավելի շատ շահավետ կշահենք, քան կկորցնենք, քանի որ Արցախը եթե մեզ տան, Արցախի տարածքը Ադրբեջանից շատ թանկ կվերջանա այդ խնդիրը։ Եվ պարոն Գալչյան, վերջին շրջանում այս խաղաղության օրակարգի շուրջ ընդդիմության, այսպես ասեմ, խորհրդարանական ընդդիմության մասին է խոսքը։ Ընդդիմության հիմնական շահարկումներն այն են, որ մեզ տանում են դեպի թրքացման, մեզ տանում են դեպի հանձնելու են, այս խոսույթը չի դադարում։ Նույն իրենք էլ են ասում, որ միջև հիմա չեն համակերպվում, որ դա ինքնիշխանության ներքո է գործելու եւ ասում են, որ դա միջանցք է լինելու, ու այսպես շարունակ։ Այս ներքաղաքական դիսկուսները ինչպես հասկանալ, վերջին շրջանում էլ ընդդիմությունն ասում է, որ դուրս եկեք, պահեք, պաշտպանեք մեր ազգային արժեքները, այդ թվում եկեղեցին, այլապես այս իշխանությունը ամբողջը կքանդի։ Գիտեք նաև զարգացումները եկեղեցու շուրջ, ինձ հետաքրքիր է ձեր ներողություն, ես եկեղեցու շուրջ չի, եկեղեցու մեջ եղած անհատների շուրջ։ Դա երկուսը իրարից բաժանենք, որտեղ շատ մեծ տարբերություն կա դրանց մեջ։ Եկեղեցին համահայկական մեծ հայոց եկեղեցին է։
Միշտեր ղեկավարները տեղին նշանակված մարդիկ են, որ նշանակված դրանք են, որ խնդիր են առաջացնել։ Ոչ թե եկեղեցին ինքը, եկեղեցին ոչ մի խնդիր չունի ոչ ոքի հետ։ Բայց եկեղեցականները իրավասու չեն խառնվելու դիվանագիտության մեջ, որտեղ իր եկեղեցին ներկայացնում է հայ ժողովրդի շահը։ Իսկ եթե դու սկսում ես մեկ կուսակցության կողմը պահես, դու ներկայացնում ես եկեղեցին դառնում է պաշտպանը միայն մեկ ժողովրդի մեկ մասի շահը, ոչ թե ընդհանուրի։ Դրա համար էլ որ եկեղեցին իրավունք չունի ընդհանրապես խառնվելու քաղաքական աշխատանքի։ Դա իր տիրույթից դուրս է, ինքն ավելի վեհ է, ավելի բարձր է դրանից։ Բայց մենք տեսնում ենք ամենօրյա մակարդակում հակառակը։ Ամենօրյա մակարդակում դե հենց այդ դա որպեսզի եկեղեցու դեմ դարձնեն իշխանությունները, քանի որ իշխանությունների խոսածը սկզբի պարոն վարչապետը միայն անհատի մասին է խոսել։ Երբեք եկեղեցու մասին չի խոսել։ Հիմա այդ անհատները պիտի հեռանան, պիտի Անհատները պետք է եկեղեցին ինքը որոշի ինչպես հեռանան թե չհեռանան։ Եկեղեցականների մեր այլևս ես չեմ կարծում որ մեր իշխանությունները գործ ունեն անելու այնտեղ արդեն մինչև ստեղ հասել արդեն ներսում խմորումներ կան որ եկեղեցու մեջից անհատներ կան որ իրենց կրոնականները ցանկանում են որ փոփոխություններ լինեն այդ թվում նաև Գարեգին Բեի մասով կա այդ Գարեգին մասով նրա մասով էլ այո Այսինքն խնդիրը որոշակիորեն Խնդիրը արդեն շատ ճանապարհ է եկել թողեք եկեղեցական սինոդը այդ խնդիրը ինքը լուծի Մենք չպիտի խանդի իշխանությունները այլևս չպիտի խառնվեն այս գործարքին, քանի որ արդեն գործարքը հունի մեջ այնտեղ գնալու է իր ճանապարհով ինչպես որ պետք է։ Դա էլ առիթ կտա որ ժողովուրդը անդրադառնա որ իշխանությունը անհատների մասին էր խոսում, ոչ թե եկեղեցու մասին, ընդհանուր եկեղեցու մասին։ Լավ, ամեն դեպքում պարոն Գալչյան Բարձրաստիճան հոգևորականների կողմից անգամ չողջունվեց մայրաթորում որևէ հայտարարություն այդ իմաստով չեղավ խաղաղության օրակարգը նկատի ունեմ։ Խաղաղության առաջին համար 1 շահառուն ըստ ձեզ եկեղեցին եւ հոգևորականը չպիտի լինի։ Իհարկե պիտի լինի։ Իսկ եկեղեցին ինչ արեց, երբ որ Ադրբեջանում գերիներ վերցրեցին, ոչ մի հայտարարություն արեց, ոչ։ Երբ որ Արցախը դատարկվեց հայությունից, եկեղեցին ինչ հայտարարություն արեց։ Ոչինչ։ Բայց զանգերը հնչեցին, երբ որ Զանգերը մաթոք էս քաշում ես զանգես ընջես։ Հնչեցին, երբ որ Վարդան Ղուկասյանին էին ձերբակալում։ Այո, իսկ ինչու Ղարաբաղի ժողովուրդը դատարկվելուց չհնչեցրեցին զանգերը։ Ինչը կատարում այստեղ։ Եվ ինչու կեսգիշերին հենց Սամվել Կարապետյանի կալանավորման լուրը այդպես շատ արագ հայտնվեց Մայրաթորի, այսպես Որովհետև այն կարգադրությունը, որ զանգերը հնչեցրեք, մարդկանց քաղաքական որոշումների վրա հիմնված էր եղել։ Որոշ բարձրաստիճան հոգևորականներ ուղիղ մտել են քաղաքականության մեջ, ճիշտ ենք հասկանում Այո, դե ցույց ենք տալի, այստեղ պարզապես խոսում են այդ արդիվ։ Իսկ ո՞րն է շահը, մոտիվացիան, այսինքն դուք էլ ձեր բառում ասացիք, որ իրենք ավելի վեհ են, ավելի բարձր են։ Հիմա այդ վեհ բարձր տեղից իջնելու մոտիվացիան ո՞րն է։ Դու իրենցից պիտի հարցնեք, դուք ինչ եք եկեղեցին ժողովրդի շահերն է պաշտպանում, թե անհատների, թե իշխանության, թե եկեղեցական պաշտոնյայի։ Ում շահն է պաշտպանում։ Դա պիտի եկեղեցականներից հարցվի, եկեղեցականներից բարեբախտաբար կան շատ առողջ դատողություն ունեցողները, որոնք իմանում են ինչ պիտի արվի, ճիշտն ինչը, ճիշտ ճանապարհն ինչը։ Թե չի եթե այդպիսի մարդիկ չլինեին, մենք այսօր գոյություն չէինք ունենա։ Մեր եկեղեցականներն են, որ այդ դժվար օրերին մեզ պահպանել են որպես ազգություն։ Հիմա էլ ենք դժվար օրեր։ Հիմա դժվարացել, երբ որ իշխանություն կա այդ գործը անողը, որոշ եկեղեցականներից որոշները ցանկանում են իրենց դիրքը վերականգնել, որ իրանք լինեն պաշտպանը ժողովրդի։ Բայց երբ որ իշխանություն ունես, երկիրը անկախ երկիրը, արդեն տարբեր ձրվածք է դրում այստեղ։ Եվ պարոն Գալչյան, տեսեք, եպիսկոպոսների այս ընդվզումը եւ նաեւ բողոքը դժգոհությունը առաջացավ այն բանից հետո, երբ Աշակ Խաչատրյանի շուրջ ստեղծված այդ իրավիճակը, այդ տեսանյութերը նաեւ դրանց իսկությունը հաստատվելուց հետո կաթողիկոսը հրաժարվել է ըստ էության նրան հեռացնել, անգամ ասել է, որ եթե Աշակ Սրբազանին հեռացնեն, Մայրաթորը կկործանվի։ Իսկապես դուք կարծում եք, որ Մայրաթորը Ես գիտեք ինչ է, ես չեմ ուզում խառնեմ այս ճշտեմ խնդիրներին, դրանց ինձի կապ չունի, ես դրանց մասնագետը չեմ, բայց ես պետք է թողնենք եկեղեցին ինքը իր խնդիրները լուծի։ Մենք չպիտի խառնվենք դրանք։ Այսօր եկեղեցին բռնել է այդ ուղին։ Չգիտեմ, կարծես որ եւ հասկան
այս դժվարություններից դուրս գալով, այս դժանգներից դուրս գալով, կարծես եկեղեցականները անդրադարձել են, որ ինչ-որ բան պետք է կատարվի։ Իսկ այն, որ վարչապետը ամեն շաբաթյա մակարդակով գնում է պատարակների տարբեր եկեղեցիներում, դա նորմալ է, որովհետև դա էլ է շատ քննադատվում, բոլոր հոգևորականները կարգալույծ են արվում, այսինքն երկրի ղեկավարը, որ եկեղեցի գնում է, որ քահանան պատարակ է մատուցում երկրի ղեկավարի առջև, կարգալույծ է հայտարարվում։ Դա եկեղեցի ու իշխանությունների եղածներն է, դրա ես չեմ ուզի խառնվել դրանց, չեմ կարծիք հայտնել այդ մասին։ Իսկ ամեն մեկը իր գործը պիտի անի իր ձևով, իրենց գործը պիտի անեն ամեն մեկը, ոչ թե ուրիշի գործը։ Աջապահյանը եւ Գալստանյանը քաղբանտարկյալներ են ըստ ձեզ, որովհետեւ վերջին շրջանում շատ է շրջանառվում նաեւ նրանց անունները, հիմա էլ հավանական հնարավոր կաթողիկոսի տեխնացուների մեջ ես տեսա տեսակետ կար, որ Գարեգին բան եթե անգամ հեռանա, պիտի հասցնի իր գահը, այսպես ասած, տալ Աջապահյանին։ Ես ասի, ես եկեղեցական խնդիրներին չեմ ուզում խառնվեմ եւ չեմ ուզում կարծիք հայտնեմ այդ մասին, թե ով է քաղբանտարկյալ, ով է քաղբանտարկյալ չի, քանի որ դա խնդիրներ են, որ պիտի դատավորները, դատարանները որոշեն։ Ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին։ Եվ պարոն Գալչյան, հեռանկարի տեսանկյունից ինչ եք կարծում, ինչպես նշեցի, խոսակցություններ կան, որ 2026 թվականի երկրորդ կեսում արդեն թրիփը կյանքի կկոչվի, այդ ճանապարհները կբացվեն, կապաշրջափակվեն։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները այդ իմաստով նշանակություն ունեն, թե չէ, նկատի ունեմ հեռանկարի առումով, այսինքն այդ աշխատանքները միջև վերջ կտարվեն, թե չէ։ Հեռանկարի բանով ընտրությունները ճիշտ շատ մեծ դեր ունեն այստեղ խաղալիք, որովհետև առաջ երթին ուժեղացնում են դրսից եկած այդ հակա իշխանությունների քարոզչությունը եւ այդ այսպես ասած հիբրիդային պատերազմի մեծ ասելու վտանգը կա, լինելու է, գիտենք, բայց այն որ պիտի մի տարվա ընթացքում չէ, տարվա կեսը գոնե այդտեղ հասնի ես մեր խաղաղության համաձայնագիրը, դա անպայման է, պետք է այնտեղ հասնի, քանի որ դրա մեջ այդ պայմանագիրը չէ, համաձայնագիրը չէր պարունակում ժամկետ, մինչև երբ այս գործը պիտի կատարվի, բայց հետո բանակցությունների մեջ խոսքի մեջ եղել է, որ պետք է շտապ այս գործը առաջընթաց ունենա, պիտի գործը կատարվի ինչքան կարելի է շուտ, քանի որ երկու երկրների համար էլ դա կարևոր բան է, որ շուտ ստորագրվի այդ պայմանագիրը։ Եվ դա կարևոր է տեսակետից, որ մոտ է մեր ընտրություններին ապագայի, տեսնենք ինչպես է ազդում դրա վրա։ Երկկողմ մտածում են, որ այդ գործը մեկն ասում է շուտ կատարվի, մյուսը չլինի եւ այլն, որպեսզի իրենց ուզած շահերով հետո կարողանան շարունակել ընտրություններից հետո։ Հիմա կասեք անընդհատ ձեզ տանում եմ այդ դաշտ, բայց ամեն դեպքում պարոն Գալչյան վերջին շրջանում խոսում են, որ այս իշխանությունները իբրև թե թիրախավորել են մայրաթոռը եկեղեցին այն բանի համար, որ նույն Գարեգին բայի մակարդակով եւ որոշ հոգեվորականների մակարդակով խոսվել է արցախցիների եւ արցախցիների վերադարձի մասին, վերադարձի հնարավորության մասին։ Ինչ է կարծում, իսկապես խնդիրը Արցախի խնդիրը եկեք չխառնենք դրան, եթե Էջմիածինը հետաքրքրված էր Արցախով ժամանակին գործնորներ, ոչ թե հիմա։ Ինչ կարող է։ Հիմա դիվիդենդ են ուզում այդ խոսողները, ուզում են դիվիդենդ շահեն, որ իրենց ասածը իրականություն է, իրենք են երկմից եւ մտածում արցախցիների մասին։ Արցախցիների մասին եթե մտածում էին, այդ ժամանակ մտածեին, որ այդ գործը կատարվում էր։ Ով որ ուզում է դրա մասին խոսի, դա է իրականության մեջ է։ Արցախի խնդիրն էլ այն է, որ Արցախը 91 թվականին հանրաքվեով անկախություն հայտարարեցին։ Ոչ ոք դրանց չճանաչեց անկախությունը, ներառյալ Հայաստանը։ Իսկ ինչ կարող են անել եկեղեցականները, որ չեն արել։ Եկեղեցականները ոչ մի քաղաքականությանը չպիտի խառնվեն, եկեղեցին պիտի պահեն ժողովրդին։ Սատարեն ժողովրդին, սատարեն դժվարություններ ունի ժողովուրդը, նրանց հասանելի լինեն։ Ոչ թե նստեն նրան հակառակ խոսքեր խոսեն։ Եկեղեցին պիտի պատկանի ժողովրդին, ժողովուրդն էլ եկեղեցուն։ Շնորհակալ եմ, պարոն Գալչյան։ Խնդրեմ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ, կհանդիպենք։